Հայկական տնտեսության զարգացման կարևորագույն կռվանն անխոս տեղական արդյունաբերության զարգացումն է, սակայն Հայաստանը պես փոքր երկրի համար շատ կարևոր են նաև օտարերկրյա ուղղակի ներդրումները։ Ցավոք ըստ պաշտոնական վիճակագրության դրանք նվազել են։ Բարև ձեզ, Արհեռուստաընկերության եթերում ճանապարհ հաղորդաշարն է, ես Ալիկ Հակոբյանն եմ եւ սկզբում առաջարկում եմ դիտել այսօրվա թեմայի մասին պատմող ռեպորտաժը։ Ես զրուցում եմ մարդկանց, այդ թվում եւ պաշտոնյաների հետ, նրանք բոլորը համամիտ են Հայաստանում կոռուպցիա կա։ Այն խանգարում է մեր նպատակների իրականացմանը, խանգարում է մեր հարաբերություններին։ Հայտարարել էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում։ Օրինակ, դեսպանը գնացել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գծի կենտրոն զրուցել այն մարդկանց հետ, ովքեր ահազանգել էին չարաշահումների եւ կեղծիքների մասին ու պարզել։ Նպաստ կամ թոշակ էին ստանում նրանք, ովքեր կամ վաղուց մահացած էին, կամ էլ նպաստառուների ցուցակում էին ընդգրկվել կաշառքի միջոցով։ Ըստ դեսպանի, բացի սոցիալապես անապահով խավից, կոռուպցիոն երևույթները սեփական մաշկի վրա են զգում նաև փոքր եւ միջին ձեռնարկատերերը։ Մինչդեռ Հայաստանը օտարերկրյա ներդրումների համար կարևոր վայր է եւ ունի մի քանի ռազմավարական առավելություն՝ բավական կիրթ աշխատուժ, աշխարհագրական կարևոր դիրք արևելքի եւ արևմուտքի միջև, բայց բոլոր այն ամերիկացիներին, ովքեր ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում, այստեղ աշխատած կամ մեր երկրին քիչ թե շատ ծանոթ դիվանագետները հիշեցնում են Ռոնալդ Ռեյգանի հայտնի խոսքը՝ վստահիր, բայց ստուգիր։ Շահույթ ստանալու եւ առևտրային կապեր հաստատելու համար նախևառաջ պետք է լավ ճանաչել գործընկերներին եւ պարզել, արդյոք Հայաստանում ստեղծված են հավասար պայմաններ գործարարների համար։ Էկոնոմիկայի նախարարության տվյալի համաձայն 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է ավելի քան 58%-ով։ Մեր երկրում պահպանվում է արտասահմանյան ուղիղ ներդրումների ցածր ներհոսքը։ Արկա գործակալությանը տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի ծրագրերի բաժնի պետ Արտակ Ազիզյանը։ Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2015 թվականի առաջին եռամսյակում ավելի քան 30.5 միլիարդ դրամով կրճատվել են Ռուսաստանից Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները։ Նվազել է նաև գերմանացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Փոխարենը ավելացել են Ֆրանսիայից, Կիպրոսից եւ Սեյշելներից կատարվող ներդրումները։ Ճանապարհ հաղորդաշարի հյուրերն են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության վարչության պետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Արման Մանասերյան, տնտեսագետ Աշոտ Եղիազարյան, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայան, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյան, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության բաժնի պետ Օրի Ալավերդյան, Սիրիահայ գործարար Հրայր Ագիլյան։ Եվ այսպես, դա ճանապարհ հաղորդաշարն է, այսօր մենք խոսում ենք մեր երկրի ներդրումային կլիմայի մասին։ Եվ այսպես, պարոն Լալայան, ասացեք, խնդրեմ, ինչու են նվազել ներդրումները, որովհետև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը կարծեք թե ուղղակիորեն դա կապել էր կոռուպցիոն ռիսկերի հետ եւ կարծեք թե մարդիկ վախենում են Հայաստանում ուղղակի ներդրումներ անել, որովհետև կա կոռուպցիա։ Սա է օբյեկտիվ պատճառը թե ոչ։ Եթե կարելի է, ես սկսեմ մի փոքր ուղումից։ Իհարկե օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են եւ այս պատճառը նաեւ կնշեմ, բայց ես ուզում եմ ասեմ, որ ընդհանուր առմամբ օտարերկրյա ներդրումները մի քանի բաղկացուցիչ մաս ունեն։ Ընդհանուր ներդրումները, որոնց մեջ մտնում է ուղղակի օտարերկրյա ներդրումները, պորտֆելային ներդրումները եւ այլ ներդրումները։ Ինչ վերաբերում է ընդհանուր օտարերկրյա ներդրումներին, ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայության առաջի կիսամյակի ընթացքում հունվար-հունիս ամիսների ընթացքում ընդհանուր օտարերկրյա ներդրումները աճել են ոչ շատ մեծ, բայց մոտավորապես 4 միլիարդ 700 միլիոն դրամով։ Դա առաջինը։ Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազմանը, ես կուզեի հիշեցնել, որ անցած տարի եղավ, դուք բոլորը հիշում եք, գազի գործարքը, որով 20% մասնաբաժինը Հայաստանի Հանրապետության օտարվեց Գազպրոմի օգտին։ Դա որպես վիճակագրության մեջ այդ մեծ գումարը, այդ 20%-ի չափով գումարը, որպես օտարերկրյա ուղղակի ներդրում գրանցվեց։ Բնականաբար, ունենալով այդքան մեծ
մեծ բազա 2014 թվականին, մենք 2015 թվականին մեծ բազայի նկատմամբ, քանի որ եղել էր մեծ մի գործարք, դրա համեմատ մենք ունենք նվազում։ Ու նաև դա էլ ապացուցում է, որ տեսանյութում էլ ասվեց, որ Ռուսաստանից օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են, դա նույն պատճառը ունի, որովհետև կա մի հատ մեծ գործարք, որը Հայաստանի համար լուրջ թիվ էր կազմում։ Այսքան, ինչ վերաբերում է կոռուպցիային, բնականաբար ոչ ոք չի հերքում, ես էլ չեմ կարող հերքել, բայց ինչ որ չափով հնարավոր լինի այդ կապը, բայց միայն կապել դրանով օտարերկրյա ներդրումների նվազումը, դա ես համարում եմ ոչ այնքան ճիշտ։ Ինչի համար, որովհետև մենք պետք է նաև վերլուծենք մի հատ, սկսենք ոնց որ ասում է ավելի գլոբալ բանից միջև իջնենք Հայաստանի եւ այն ամենամիկրո մակարդակ։ Առաջի հերթին գլոբալ միտումները, եթե մենք նայում ենք 2014 թվականին համաշխարհային տնտեսության մեջ մոտ 16%, շուրջ 16% օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են ամբողջ աշխարհի հոսքերում։ Երկրորդը, հոսքերը կամաց մի ուղղությունից տեղափոխում են մյուս ուղղություն։ Եթե հիմնական ներդրումների երկիրեր միջև, ասենք, վերջին տարիները Չինաստանը եւ Ասիայի զարգացող երկրները, հիմա ավելի շատ այդ հոսքերը գնում են դեպի աֆրիկական երկրներ։ Երկրորդ հանգամանքը, ես ինչ կուզեի նշել, կա ասենց մի հասկացություն, որ 4 տիպի են բաժանվում ընդհանուր, ոնց որ ասում են, տեսական կամ ասեմ միջազգային պրակտիկան, ոնց ուզում եք ընդունեք, 4 տիպի ներդրումները բան։ Ներդրումներ, որոնք փնտրում են ռեսուրսներ բնական, ներդրումներ, որոնք փնտրում են շուկաներ, ներդրումներ, որոնք փնտրում են ռազմավարական ակտիվներ եւ ներդրումներ, որոնք փնտրում են արդյունավետություն։ Մենք ելնելով մեր օբյեկտիվ պատճառներից բնական ռեսուրսներ փնտրող ներդրումները արդեն բնականաբար մեր մոտ բնական ռեսուրսը քիչ է, այդ տիպի ներդրումները ուրեմն պետք է լինեն քիչ, արդեն օբյեկտիվ։ Երկրորդը շուկա, մեր շուկան շատ փոքր է, ցավոք սրտի մենք ունենք փակ սահմաններ եւ ելքը մյուս շուկաներ լոգիստիկայի առումով դժվարացված է, չնայած առևտրային ռեժիմներով շատ պարզ է։ Երկրորդից, այսինքն մենք որոշ չափով զրկվում ենք, երրորդը դա ռազմավարական ակտիվներ, որը նույնպես մեր մոտ այդքան շատ չի, այսինքն դրանից ենք։ Մնում է միայն այն ներդրումները, որի վրա մենք պետք է աշխատենք ու աշխատում ենք այդ ուղղությամբ, դա արդյունավետություն փնտրող ներդրումներ են, որը նաև դեսպանել տեսանյութում նշել էր, որ Հայաստանում կան խելացի աշխատուժ եւ այլն։ Դա եւ այդտեղ կարելի է երևի ավելացնել նաեւ էժան աշխատուժ, որովհետեւ եթե համեմատենք զարգացած երկրների հետ, իհարկե նաեւ ունենք էժան աշխատուժ։ Այսինքն ըստ էության մեր երկիրը միայն մեկ ուղղությամբ է արդյունավետ երկիր, ուղղակի ներդրումներ ներգրավելու իմաստով։ Ես չասեցի, որ այն ուղղությունները մենք լրիվ կողքին ենք։ Ես ասում եմ, որ այն ուղղություններում համեմատական արդեն օբյեկտիվորեն մենք ունենք ինչ որ սահմանափակում։ Շատ բարի, պարոն Մեսրոպյան, ձեր տեսակետը ներկայացրեք։ Խնդրեմ, ինչու ներդրումները քիչ են Հայաստանում կամ գուցե ունենք այնքան, որքան պետք է ունենանք եւ օբյեկտիվորեն սա մեր հնարավորությունն է, սրանից ավելին ակնկալել պետք չէ։ Նախ ես ասեմ, բոլոր մտքերը, որ ասվեց, շատ գրագետ են, բայց նրանք զուգահեռ մտքեր են, որը չի բացատրում բուն էությունը մեր իրավիճակի։ Տեսեք, շատ լավ կարելի է խոսալ Աֆրիկայի ներդրումներ, 4 մասի բաժանել, բայց Հայաստանի Հանրապետության առևտրային բանը հաշվեկշռի դեֆիցիտը 1/3-ի է, այսինքն մոտավորապես մենք 3 անգամ ավելի շատ ներկրում ենք, քան թե արտահանում։ Ներկրում են հիմնականում օլիգարխները, որովհետև ներկրելը դա արտադրել չի։ Արտադրելը նշանակում է զրոյական ցիկլից, որպես կանոն, սկսել։ Եվ դրան գումարած մոտավորապես տարբերությունը տատանվում է այդ էքսպորտի եւ իմպորտի մոտ 3 միլիարդ դոլար։ Տրանսֆերտները, այսինքն փող, որը գալիս է ձրի, մեր հայրենակիցներից հիմնականում Ռուսաստանից, տարբեր հաշվարկներով, եթե վերցնենք նաև ոչ ֆորմալ տրանսֆերտները, ոչ միայն բանկային համակարգում եւ փոխանցման համակարգերով 2-ից 3 միլիարդ է։ Այսինքն կարելի է ենթադրել, որ մեր
արժույթային պահանջը գրեթե փակվում է, որտեղ 3 միլիարդ մենք ունենք դեֆիցիտ, մոտապես 2.5-3 միլիարդ մենք ունենք ներհոսք։ Ինչ տեղի ունեցավ հիմա դրա եւ ինչու ներդրումները ել ավելի սկսեցին պակասել։ Ճիշտ ասվեց, որ քանի որ մեծ գործարք ա եղել Գազպրոմի, այդ ամեն ինչ թվաբանորեն ճիշտ է, բայց հիմա գանք էությանը։ Էությունը կայանում է նրանում, որ մոնոպոլիզացված օլիգարխիկ համակարգում լուրջ ներդրումներ մի սպասեք։ Ներդրումները կարող են լինեն ռազմավարական օբյեկտների, էներգետիկ համակարգ եւ այլն, բայց ներդրումներ, որոնք ուղղված կլինեն արդյունավետությանը, գրեթե չի լինի։ Ինչու՞։ Օլիգարխի հոգեբանությունը հետեւյալն է, որտեղ կա յուղոտ տարբերակ, ինքը դա վերցնում է։ Բնական է, ուրեմն մնում է որպես կանոն ոչ յուղոտ պատառներ։ Այսինքն սա խփեց արդեն արդյունավետության վրա, եթե գալիս է ներդրողը։ Երկրորդ հանգամանքը։ Ես ուղղակի զարմանում եմ, ինչու մենք հաշվի չենք առնում, որ մենք ունենք Սփյուռք։ Չինաստանը, որը 1 միլիարդից անգամ մոտենում է արդեն 1.4 միլիարդ բնակչություն ունեն 60-ից 80 միլիոն Սփյուռք, Լի Կուան Յուն, երբ ծրագրավորեց Չինաստանի հրաշքը 75 թվականից, հիմնական հիմա մոդայիկ է այդ բառը օգտագործել, թարգետը դա չինական Սփյուռքն էր, որը ներդրեց ինքը եւ սկսեց չինական Սփյուռքը խթանել, կրկնում եմ, մոտավորապես 70 միլիոն չինացի եւ 1.3 միլիարդ չինացի ներսը, մեզ մոտ 3-ը 1-ի Սփյուռք, մենք 1 ենք։ Ես ուղղակի զարմանում եմ նման ոսկե պաշար ունենալ եւ դա չօգտագործել։ Ավելին, այդ 3 միլիարդը ես որ ասում եմ գալիս է, դա այդ նոր Սփյուռքն է, բայց չէ որ մենք ունենք բիզնեսով եւ ամեն ինչով կայացած Սփյուռք։ Եվ ես այստեղ մի հարցում համաձայն եմ, որ ոչ միայն դա կաշառակերությունը, ասեցի օլիգարխիան, եւ ճիշտ ասած ես մեր սփյուռքահայ եղբայրներին ուղակի պետքա զգուշացնեմ։ Երբ սփյուռքահայը մտնում է Հայաստան, ինքը զգացմունքներով է մտնում։ Ես գալիս եմ իմ մայր, հայրենիք, եւ ինքը ոչ մի վերահսկողություն չի դնում իր բիզնեսի վրա։ Ավելին, ես պարբերաբար տարբեր բիզնեսներ, կառույցներ ես խորհուրդներ եմ տալիս կառավարման, ֆենոմենալ մի երևույթ է, որ սփյուռքահայը ինձ դիմում է, ես սկսում եմ նայել, հետաքրքիր է, ոնց է ինքը բիզնես վարում նույն Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում ոնց որ ստեղ ինքը լրիվ թուլանում է, բնական է, ստեղ արդեն այդ մեխանիզմը աշխատում է, որոշ մարդիկ կան, որոնք կպնում են այդ սփյուռքահային, մտնում են իր բանի տակ, դրական էմոցիաների տակ, սկսում են կառավարել բիզնեսը ու կանգնեցնում են փաստի առաջ։ Այդ հանգամանքը երևի առաջի անգամ մեր ԶԼՄ-ներով դա հայտարարվում է, ես դա ասում եմ, որտեվ 5-6 անգամ նույն ձեռագիրն է, մարդիկ տարբեր են, նույն ձեռագիրն է։ Եվ հետո մարդը այդ նույն սփյուռքահայը երբ տեսնում է, որ հալալ հայը իրան ուղղակի շատ լկտի ձևով գցում է, բայց գիտեք երբ է դա բացահայտվում, երբ արդեն ինչ որ գործարքներ են եղել, որտեղ այդ մարդը չի կարող հետ ստանալ, ես վերջացնեմ։ Եվ այս հանգամանքի վրա եկեք ուշադրություն դարձնենք։ Ես ստեղ պետության կարիքը զգում եմ այն իմաստով, որովհետև պետքա լինեն ոչ միայն օրենսդրական, մեզ մոտ օրենսդրությունը առանձնապես չի աշխատում, այլ այնպիսի երաշխիքներ լուրջ կառույցների ստեղ, որոնք սփյուռքահայը, ճիշտ ասած, էլի մնալով հայ, էլի մտածելով Հայաստանի մասին, մի քիչ ոտերը կպցնի գետնին, իրանց հաճախ բռնցնում են դրա վրա։ Եվ վերջում, մեզ մոտ մենք պետքա մի բան հասկանանք։ Երբ ասում են Հայաստանը ունի լոգիստիկ խնդիրներ, համաձայն եմ։ Երբ ասում են ընդհանուր վիճակը վատ է, լավաձայն եմ։ Աֆրիկայի տարբերակը ինձ ցնցեց, ես չէի սպասում, թող էդ էլ լինի, ես էլ համաձայն լինեմ, բայց խնդիրը կայանում է նրանում, որ ինչու ես ասում եմ լուրջ ներդրող չի գալիս, որովհետև բացի կոռուպցիայից, ինքը բացի օլիգարխիկ տնտեսությունից, ինքը տեսնում է, որ մեզ մոտ օր ու ցերեկով 10 անգամ փոխում են օրենսդրությունը։ Մենք խոսում ենք ներդրումները դա ենթադրում է ինչ, այնտեղ կա այսպես կոչված բանը, լատենտ ժամանակաշրջան, երբ ինքը պետքա թափ հավաքի, հաշվարկում է արդյունավետությունը, այդ ընթացքում 10 անգամ փոխում է հարկային օրենսդրությունը, 10 անգամ փոխում են տարբեր տնտեսվարման, եւ այդ մարդը հաջորդը արդեն կմտածի մտնել թե չէ։ Եվ հաջորդը, որ մեզ մոտ
մի հանգաման կա եւ ես վերջացնում եմ։ Ֆորս մաժոր անհաղթահարելի ուժի պայմաններ։ Ունի մի շարք թե ինչած ֆորս մաժոր, ցունամի, երկրաշարժ եւ այլն։ Բայց գիտեք ինչ է։ Զավեշտական է, որ ֆորս մաժորի մեջ մի կետ կա՝ պետական մարմինների որոշումներ։ Դա իրավական տերմին է, այսինքն սա ինչ է նշանակում, պետությունը այնպիսի մի դեր կարա խաղա քայքայիչ, որը ցունամիին, երկրաշարժերին ու համատարած տեխնոգին կատաստրոֆաներին համարժեք լինի։ Եւ այստեղ ես նորից եմ կրկնում, որ պետության դերը ուղղակի մենք չենք տեսնում ներդրումների մեջ։ Հաշվելը լավ է, բացադրելը լավ է, բայց ի վերջո գալուս ենք, որ առևտրային հաշվեք շիրը մեզ մոտ 3 անգամ մենք ավելի շատ ներմուծում ենք, քան թե արտանում։ Սա մեր ճակատագիրն է, ընդ որում շատ բացասական։ Շատ բարի, դուք մի քանի խնդիրներ նշեցիք, պարոն Մեսրոբյան, պարոն Մանասերյան, սկսենք մրցակցությունից թերևս, որովհետև իսկապես ամենակարևոր գործոններից մեկը դա առողջ մրցակցության ապահովումն է, որովհետև չեմ պատկերացնում որևէ գործարար կգա մի տաշտ, որտեղ գիտի, որ ինքը ազատ մրցակցելու հնարավորություն չունի։ Իսկապես համաձայն եք պարոն Մեսրոբյանի հետ, որ մենք մրցակցության խնդիր ունենք։ Ոչ մասնավորապես, ոչ էլ ընդհանրապես համաձայն չեմ այդ գնահատականների հետ։ Ես կցանկանայի մի քանի ուղղությամբ նախ այս խոսակցությունը իրականացնել, զրուցակցի նշված դիտարկումներին կանրադառնամ առանձին, բայց առհասարակ կցանկանամ նշեմ, որ բացի այն, որ մենք ինքներս անհատ տնտեսագետներ, վերլուծաբաններ կարող են գնահատականներ տալ, այս ոլորտում կա մասնագիտացված մարմին, կա մասնագիտացված միջազգային համընդհանուր ճանաչում ունեցող կառույց, այդ կառույցը համաշխարհային տնտեսական ֆորումն է, որը ամեն տարի հրապարակում է մրցունակության տարեկան ինդեքսները եւ այդ ինդեքսների երկրների մրցունակության շարքում մեր երկիրը վերջին 2010 թվականից փորձ եմ ասել, վերջին 5-6 տարում էական բարելավումներ է ունեցել, մասնավորապես ես կցանկանայի նշել, որ մենք 2010 թվական երկու ընդհանուր ցուցանիշ կա, որ բնութագրում են մրցակցությունը, մեկ առաջի ցուցանիշը դա հակամենաշնորհային քաղաքականության ուժգնությունն է, այդ ցուցանիշով մենք գտնվել ենք 140 երկրների շարքում, վերջին տեղերում 138-րդ տեղում եւ ներկայումս շուրջ 50 կետով մենք առաջ ենք գնացել, ներկայումս մենք զբաղեցնում ենք այն բոլորովին վերջերս է հրապարակվել այս տարվա մրցունակության ինդեքսները, այդ ցուցանիշով մենք զբաղեցնում ենք աշխարհի 140 երկրների շարքում 88-րդ տեղը։ Անցած տարվա համեմատ այս նույն ցուցանիշի գծով մենք շրջանցել ենք շուրջ 17 երկրների, մենք ավելի առաջ ենք, քան տարածաշրջանային երկրներից մեր հարևան Վրաստանի եւ Ադրբեջանը։ Ինչ ենք արել, որ հասել ենք այդ ցուցանիշներին։ Այսինքն առարկայորեն, շոշափելիորեն ինչ կարող է զգալ իր վրա Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալող մարդը, տնտեսվարողը, որ ավելի հեշտ է մրցակցել։ Եթե կարելի է, ես երկրորդ ցուցանիշին էլ անդրադառնամ ձեր թույլտվության, հաջորդ ցուցանիշը դա խոշոր ընկերությունների մասին խոսք գնաց, հենց խոշոր գերիշխող դիրք ունեցող ընկերությունների ազդեցությունն է մրցակցության վրա։ Այլ կերպ ասած, դա շուկաներում կենտրոնացվածության աստիճան ցույց տվող ինդեքս է հանդիսանում, այսինքն որքան է կենտրոնացված այդ ապրանքային շուկան մեկ կամ մի քանի ընկերությունների ձեռքին, եթե շատ մատչելի լեզվով փորձենք խոսել։ Այս ցուցանիշը, այո, ըստ էության մենաշնորհ արտահայտությանը ես կանրադառնամ, այս ցուցանիշի գծով մենք եւս ավելի քան 50 դիրքով առաջ ենք գնացել եւ նախորդ տարվա նկատմամբ շրջանցել ենք ավելի քան 14 երկրների եւ ներկայումս 79-րդ տեղում ենք։ Իհարկե, սա մեզ համար բավարար չէ, մենք այս առումով էական անելիքներ ունենք, մենք չենք բավարարվում եղած հաջողություններով եւ գնալու ենք բնականաբար ավելի լավ դիրքերի մեր երկրի համար ապահովմանը։ Ինչ վերաբերում է մենաշնորհներին, ես մենաշնորհների վերաբերյալ ասեմ, մեր օրենսդրությամբ, էսպայի դրությամբ բացառությամբ բնական մենաշնորհներ գոյություն չունեն, մեր օրենսդրությամբ կան խոշոր, այլ կերպ ասած, օրենքի լեզվով ասած գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, որոնք բնականաբար մրցակցություն միանշանակ ասեն, որ դա չի նշանակում, որ մրցակցություն չկա եւ որպեսզի ասվածս առարկայական լինի, որպեսզի կարողանանք առարկայական խոսել, կարող է ինչ-որ մեկը նշել, օրինակի համար հեռահաղորդակցության ոլորտում մենք ունենք 3 ընկերություններ,
մեր օրենքի իմաստով դրանք գերիշխող դիրք ունեցող ընկերություններ են, այդ ապրանքային շուկան ըստ էության ծառայությունների շուկան դա կենտրոնացված է, բայց այստեղ կատաղի մրցակցություն կա ընկերությունների միջև եւ նոր հաճախորդներ ներգրավելու եւ եղածներին պահպանելու, այսինքն դեռևս գերիշխող դիրք ունենալը չի նշանակում, որ այստեղ մրցակցությունը բացակայում է։ Բայց կարծեք մենք նույն իրավիճակը չունենք վառելիքի շուկա։ Վառելիքի շուկայում Որտեղ այնտեղ էլ կարծեք թե գիտեք, պարզ ոչ տնտեսագետի աչքերով, երբ որ նայում ենք ընկերության անունները, որոնք վառելիք են վաճառում, դրանք տարբեր են, բայց չգիտես ինչի բոլորի մոտ գինը նույնն է։ Վիճակագրությունը կարող է խափի, որովհետև իրավաբանական անձերը կարող են լինեն փոխկապակցված, այդ փոխկապակցվածությունը աֆիլիացիա է կոչվում, լինի քողարկված եւ կստացվի, որ տարբեր տնտեսվարող սուբյեկտներ են, որի հետևում նույն սեփականատերն են։ Ուրեմն ես անդրադառնամ ձեզ մի հարց մնաց, որ չանդրադարձանք, ինչ ենք մենք արել, որպեսզի լավ ցուցանիշներ ունենանք այդ Հետաքրքիր է, որովհետև ես հիշում եմ, որ մեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր անձամբ ասում, որ մեր տնտեսության հիմնական խնդիրներից մեկը մոնոպոլիաներ ու նույնիսկ օլիգոպոլիաներն են, եւ դրա դեմ վարչապետը առաջարկում էր պայքարել։ Հետաքրքիր է ինչպես պայքարեցիք։ Մենք բնականաբար այնպիսի տպավորություն թող չստեղծվի, որ խնդիրները վերացել են 79-րդ տեղը եւ 83-րդ տեղը բնականաբար խնդիրների լուծված լինելու մասին չեն խոսում, բայց կատարված աշխատանքի մասին են խոսում։ Ես անդրադառնամ ձեր հարցին, թե ինչպես արեցինք եւ ինչպես մենք կարող էինք անել։ Մենք ընդհանուր առմամբ մեթոդաբանություն, ինչպես է դա հաշվարկվում, դրանք փակ գաղտնի քվեարկությունների միջոցով է տեղի ունենում, միջազգային կազմակերպությունների միջոցով եւ շատ կարեւոր է մեր բիզնեսին հարցումներ են կատարում եւ շատ կարեւոր է ոչ մեր մարմինը, ոչ մեկ այլ մեր գործընկերները այդ հարցումներին եւ թե ինչ ընկերություններ են ներգրաված, որևէ մասնակցություն չունեն։ Այսինքն բիզնեսը ըստ էության նման գնահատականներ է տվել։ Սա մեր գնահատական չէ։ Հիմա կարող եմ անդրադառնալ մենաշնորհների հետ կապված խնդրին։ Շատ բարի, չէ, պարզ է կանդրադառնանք դեռ, պարոն Ագիլյանին լսենք, դուք Հայաստանում հիմնել եք ձեր բիզնեսը։ Եվ ինչ խնդրի եք բախվել, եթե բախվել եք։ Թե ամեն ինչ շատ լավ էր, ազատ մրցակցություն էր, դուք ոչ մի խնդիր չունեք։ Չէ, իբր մրցակցություն, ազատ մրցակցություն է, որովհետև մեր իմ ռազը փոքր բիզնես է։ Որ ոլորտում եք գործում։ Որ ես փայդամշակ եմ, ունեմ իմ անձնական փայդի հիմնարկը, այդպես որ այդպես փոքր բիզնեսներ ու արդեն իմ բոլոր այդ դարվա այդ income-ս շրջանառությունը արդեն իրենց համար այդ թիվեր չեն նշանակել, այսինքն փոքր բիզնեսի մեջ ոչ մեկ մրցակցություն չկա, բայց նախ սկսեմ իբր սփյուռքահայ եւ սփյուռքահայ մտածելակերպը բացատրեմ, թե երբ երկիր մգունենա իբր արաբական երկիր գունենա պետրոլ, ուրիշ երկիր մգունենա ոսկի, Հայաստանն ունի սփյուռք 15 միլիոնով սփյուռք եւ բոլոր մասնակցություններում մեջ շատ հաջող սփյուռք մնա Ամերիկայի մեջ, Լալիբանանի մեջ, Սուրիո, ֆրանսիական որը մեկտեղ։ Մենք նախ պետք է մտածենք, թե սփյուռքը համոզենք, կա հայրենիք, հայրենաթարցություն պետք է լավ մեր նպատակը։ Բայց ես իբր սփյուռքը հայ բոլոր ընկերներով որ իրենց հետ գխոսիմ կամ գտեսակցիմ, միակ մտահոգությունն ասե, որ եթե մենք Հայաստան կանք, հայրենիք կանք, ինչ պիտի անենք։ Կան այդտեղ մաֆիաներ, գսեմ չէ չկա, կա այդտեղ monopolization եղած այսպես բաներ, մենաշնորհներ։ Հա, որ արդեն զգալի է։ Առավել գա մտածելակերպի տարբերություն։ Այսինքն, գայեք, պարոն Ագիլյան, ես ճիշտ եմ հասկանում, որ այն սփյուռքահայերը, որոնց դուք առաջարկում եք գան Հայաստան ներդրում անեն, որքան էլ մեր ցուցանիշները բարելավել են եւ շատ լավ է որ բարելավել են, մարդկանց մտքի մեջ ամեն կա այդ վախը ամեն դեպքում, որ եթե մենք եկանք Հայաստանում չկա այն համապատասխան միջավայրն ու բարենպաստ կլիման ներդրում անելու։ Դժբախտաբար երբեք չկա։ Ասացեք ինձ խնդրեմ, եթե սիրիական պատերազմը չլիներ, դուք երբևէ կմտածեիք գալ Հայաստան եւ այստեղ բիզնես։ Ես 16 տարի ապրել եմ Բելգիա, 8 տարի ապրել եմ Նորվեգիա, մինչև 2000։ Ինչու եկաք Հայաստան։ Եկա Հայաստան, որովհետև 2009-ին երբ Սուրիա վերադարձա եւ այդտեղ հիմնեցի իմ բիզնեսը, 2012-ին արդեն Սուրիո ճգնաժամը սկսվեց, 2012-ի վերջը ստիպվեցանք դուրս գալ Հալեբեն։ Ուրեմն որոշեցի գալ հայրենիք, մենք մնայինք թե ինչ է աս հայրենիքը, որովհետև ես ալ ուրիշներու նման խապվեր էի չագերտված, մասամբ միրավ, մասամբ ոչ։ Հապվեր էի թե ամենից մոխրակույնը, ամենից սևը չէ, եկա քույնս քույն տեսա։
շատ սիրուն երկիր, շատ լավ ժողովուրդ, անշուշտ բոլորս հայ ենք, առավել ազատ աշխատանքի առիթ կա, բայց փոքր եւ միջին բիզնեսներում ոչ մեծ։ Երբ եկա այստեղ եւ համոզվեցա, թե այստեղ լավ դեղ է իբր իմ դարիքի բերումով, լավ դեղ ապրել, որոշեցի մնալ այստեղ։ Համեն դեպքում հարցս, եթե չլիներ սիրիական ճգնաժամը, կգայիք Հայաստան, թե չէիք գա։ Թշպախտապար ոչ ես, ոչ արդ 13000 հալեբահայը, որ այստեղ եկան։ 13000, որոնց եմ 25000-ից ավելի էին, որոնց արդեն 10000-ը գնացին Շվեդիա, Ֆրանսիա, ուրիշ այլ երկիրներ։ Թշպախտապար այստեղ, ասեմ, Սուրիո ճգնաժամը, որ հալեբահայ քաղաքին մեծ վնասի ընդարգեց, ամենամեծ քաղաքը, որ Սուրիո ճգնաժամին վնասով եկավ, հալեբահայներ։ Արաբը արդեն 23 միլիոն իր երկիրն է, քուրդը այդտեղ ձնել ապրել, բայց բիզնես ծավալել հնարավոր է Հայաստանում։ շատ լավ։ Շատ բարի, պարոն Ալավերդյան, պարոն Մեսրոբյանը նշեց, որ նաև հարկային քաղաքականությունը երբեմն կարող է խոչընդոտել, ներդրումներ կատարելուն, հատկապես օրենքների փոփոխությունը հիմա նաև հարկային նոր օրենսգիրք է մշակվում, որքան ինձ հայտնի է։ Կարծում եք, որ մեր հարկերը չեն վախեցնում օտարերկրյա ներդրողներին։ Կամ ունենք արդյոք ճկուն հարկային քաղաքականություն այդ դաշտում։ Իմ կարծիքով այո, ձեր երկու հարցերի պատասխանները որպես կարճ պատասխան, բայց մանրամասն եմ։ Խոսեցինք մենք հարկային օրենսդրության ստեղծած խոչընդոտների, հարկային օրենսդրության պատճառով միգուցե առաջացող մենաշնորհների մասին, բայց մենք կամ հարկային օրենսդրության այն խոչընդոտների, որոնք նա ստեղծում է ներդրումներ ներգրավելու, ներդրումներ ներհոսքի համար, բայց մենք անդադ մոռանում ենք խոսել կատարված այն բարեփոխումների, կատարված այն փոփոխությունների մասին, որոնք կառավարությունը նախաձեռնել է։ Այսինքն խոսել միայն մի կողմից, միգուցե եւ տեղին չէ, որովհետեւ մոռանում ենք անդադ շեշտել այն ամեն ինչ, ինչ որ կառավարությունը վերջին 2-3 տարիների ընթացքում փորձել արել է եւ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակներում արդեն ուժի մեջ են եւ գործում են։ Խոսքս մասնավորապես գիտեք նախկին տարին անցած տարվա ընթացքում ընդունված մի շարք օրենսդրական փոփոխությունների մասին է, խոսքս սահմանապահ համայնքներին գյուղերին տրված արտոնությունների մասին է, խոսքը ավելացված արժեքի հարկի մասին կատարված մի շարք փոփոխությունների մասին է, որոնք ուղղակի ներդրումների խրախուսման ուղղված փոփոխություններ էին։ Այս առումով իմ կարծիքով կառավարությունը համենայն դեպս հարկային օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարում է արձագանքելու Հայաստանում ներդրումների չափի նվազմանը։ Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններին ու դրանց հաճախակի լինելուն եւ ձեր նշած հարկային օրենսգրքին։ Իհարկե ճիշտ է, հարկային օրենսգիրքը նախագծի տեսքով արդեն ընդունվել եւ հաստատվել է կառավարության կողմից եւ հարկային օրենսգրքի ընդունման հիմնական նպատակադրումներից մեկը, որ մատնանշված է, դրված է օրենսգրքի առջև, դա հարկային օրենսդրության կայունացումն է եւ ներդրումների համար գուցե եւ այս առումով հիմնական վախեցնող հանգամանք ասենք հարկային օրենսդրության մեջ կատարվող հաճախակի փոփոխություններից խուսափելն է։ Այսինքն ներդրողի համար նոր օրենսգիրք ընդունելուց հետո ավելի տեսանելի կլինի երկարաժամկետ հեռանկարում, թե ինչ է սպասվում։ Դա է նպատակը ստեղծել կայուն հարկային օրենսդրություն, կայուն հարկային համակարգ, որը հաճախակի փոփոխությունների չի ենթարկվի, որը ուղղակի իրավիճակային անհրաժեշտություններից ելնելով չի փոփոխվի, փոփոխությունների չի ենթարկվի եւ սա է հիմնական հարկային օրենսգրքի առջև դրված խնդիրներից մեկը։ Միաժամանակ ուզում եմ նաեւ նշել, որ հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունները դրանք շատ դեպքերում անհրաժեշտությունից պայմանավորված փոփոխություններ են, այսինքն դրանք փոփոխություններ են, որոնք բերում են բավարար միջավայր ստեղծելուն եւ տնտեսվարող սուբյեկտի համար եւ ներդրումային միջավայրի տեսանկյունից այս առումով ասել, որ հարկային օրենսդրության մեջ կատարվող հաճախակի փոփոխությունները դրանք բացասական երևույթներ են, իմ կարծիքով էլի ճիշտ չէ, որովհետեւ միանշանակ չէ, որ այդ հարկային օրենսդրության կամ հարկային քաղաքականության մեջ կատարվող փոփոխությունները
վատթարացնում են գործարար միջավայրը կամ նպատակ ունեն վատթարացնելու գործարար միջավայրը, դա այդպես չէ։ Պարոն Ալավերդյան, դուք նշեցիք սահմանամերձ գյուղերում հարկային արտոնությունների մասին։ Բավական ժամանակ է անցել, կա արդյոք վերլուծություն, թե դա ինչ արդյունք տվեց եւ որ սահմանամերձ գյուղում ինչ ներդրում ուղղակի կատարվեց եւ քանի աշխատատեղ ստեղծվեց։ Կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք արդեն իսկ ներդրումներ են անում սահմանամերձ գյուղերում, խոսքը Տավուշի մարզում կառուցվող նոր գործարանի մասին է, եթե չեմ սխալվում, տեքստիլ ոլորտում գործարան է կառուցվում այնտեղ եւ մեծ ծավալի ներդրումներ է կատարվում, իմ ունեցած տեղեկություններով նույնիսկ արդեն արտադրանք ունեն։ Շատ բարի, պարոն Եղիազարյան, մենք բազմաթիվ պաշտոնական պատվիրակություններ ենք տեսնում, որոնք մեկնում են այս կամ այն երկիր տնտեսական պայմանագրեր կնքելու, հասկանալի է, որ պետական բյուջեից բավական գումարներ են ծախսվում այդ պաշտոնական պատվիրակությունների այցերը ապահովելու համար։ Ձեզ որպես տնտեսագետի գոհացնում են այդ այցերից հետո բխող արդյունքները, որոնք իրականում նաև տնտեսական աշխուժություն պիտի բերեն մեր երկրում, թե ոչ։ Որպես արդյունք իհարկե սպայի դրությամբ ես չեմ կարող, ասենք, շոշափելի փաստ արդյունք արձանագրել ինչպես ես որ տեսնում եմ, ես կուզենամ սկսել մեր թեման այնուամենայնիվ ներդրումներն են, այս իմաստով ես կվերադառնամ նաև ուրեմն այդ այցերին, նաև դրա հետ կապված իհարկե այցերը նաև ես չեմ մերժում, որ պետք են լինել այդպիսի այցեր, բանակցություններ, որոնց արդյունքում ստորագրվում են փաստաթղթեր, այդ փաստաթղթերը հետո պիտի կիրարկվեն, դրա արդյունքում ստեղծվում է որոշակի քաղաքականություն, որոշակի պայմաններ, դաշտ, ընդհանուր ներդրում, այդ թվում նաև ներդրումների համար։ Ես սկսեմ հետևյալից, եթե խոսք գնաց հաղորդման սկզբում կոռուպցիայի մասին։ Այո, եթե մենք պիտի ապրենք, գործենք Եվրասիական միությունում, կոռուպցիան պիտի համարենք նորմալ եւ բնական երևույթ։ Այս իմաստով իհարկե կոռուպցիան իշխանով որ ազդում է ներդրումների վրա, կարող ենք տալ դրա գնահատականներ, բայց խնդիրը այս չի։ Եթե մենք ուզում ենք ապրել, գործել, համագործակցել ավելի զարգացած երկրների հետ, եվրոպական երկրներ, արևմուտքի երկրներ, կոռուպցիան պիտի արմատախիլ արվի, որտեղ այնտեղ խաղի կանոններն այդպիսին են։ Եվրասիական միությունում եղել եւ մնում են այդպիսին։ Ընդհանրապես աշխարհի շատ երկրներում կոռուպցիան կա, արմատավորված է, ունի իր դերը, նա խաղի կանոնների մեջ է մտնում։ Զարգացած երկրներում եկեք անկեղծ լինենք։ Ես նկատի ունեմ այնուամենայնիվ ներդրումների հետ կապված արգելակող որպես գործոն։ Խոսք եղավ այստեղ ուրեմն ինստիտուցիոնալ դաշտի, ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին, հարկային, հակամենաշնորհային եւ այլն։ Դրանք այդ ամենը նույնպես կարեւոր են, այսինքն գործոններ, որոնք պիտի ստեղծեն բարենպաստ դաշտ ներդրումների համար։ Բայց հարցին պիտի մի քիչ նայել, որովհետև Հայաստանը մեկուսացված չէ, ասենք աշխարհից, կազմում է գլոբալ տնտեսության մի մասը, իր ժամանակակից տնտեսությունում ներդրումները այո, ունեն իրենց օրենքները, հոսքի առումով նկատի ունեմ, կապիտալի շարժի առումով, այսինքն որտեղ է գրավիչ, հոսում են այնտեղ, որտեղ է նպատակահարմար, հոսում են այնտեղ։ Շատ ճիշտ նշվեց մեր գործընկերոջ կողմից, որ ներդրումները կարող են հոսել այնտեղ, որտեղ կա ռեսուրսներ։ Հայաստանում ռեսուրսների առումով մենք սակավա ռեսուրս երկիր ենք, ինչքան որ կա ըստ էության այդ ուղղությամբ ներդրումներ արդեն հոսել են։ Ներդրումներ հոսում են այնտեղ, որտեղ կա մեծ շուկա։ Այսինքն այդտեղ կարելի է հիմնել ինչ որ արտադրություն, գործունեություն ծավալել եւ մեծ շուկայից ելնելով ստանալ շահույթ։ Ներեցեք պետք է ընդհատեմ, Եվրասիական տնտեսական միության շուկան ըստ ձեզ դա մեծ շուկա է թե ոչ։ Եվ արդյոք սա կարող է նպաստել, որպեսզի ներդրումներ գան Հայաստան, հաշվի առնելով ոչ թե հայկական շուկան, այլ ԵԱՏՄ երկրների։ Հիմա հենց պիտի շարունակեի եւ անդրադառնայի դրան։ Ներդրումները կատարվում են նաեւ ելնելով թե տվյալ երկիրը, այսինքն որ տարածաշրջանային միավորմանն է ինտեգրված։ Հայաստանը չունենալով ռեսուրսներ, Հայաստանը չունենալով մեծ շուկա, ըստ էության ներդրումների համար ի սկզբանե գրավիչ չէ։ Բայց Հայաստանը կարող է միայն ներդրումներ ներգրավել, լինելով որևէ տարածաշրջանային միավորման մասնակից, բայց ինչպիսի տարածաշրջանային միավորման մասնակից, որտեղ որ հնարավոր է իսկապես արտադրական կոոպերացիայի հիման վրա ուրեմն իրականացնել, ստեղծել
գործունեություն ծավալել եւ ներգրավել ներդրումներ։ Այդ հնարավորությունը Հայաստանին կարող էր տալ եվրոպական շուկան, եվրոպական ներդրումները եւ միջոցները։ Եթե խոսքը վերաբերում է տարածաշրջանային միավորման, որի անունը ԵՏՄ է, այդ տարածաշրջանային միավորման շրջանակներում ինքնին արդեն ներդրումները սահմանափակված են, որովհետև այդ տարածաշրջանային միավորման դոմինանտ երկրի նկատմամբ իրագործվում են, ուրեմն կիրառվում են սանկցիաներ, պատժամիջոցներ եւ ներդրումները ոչ թե հոսում են այս միավորում, այլ այս միավորումից հակառակը ներդրումները արտահոսում են։ Ռուսաստանից ներդրումները արտահոսում են դուրս։ Քննարկել, դիտարկել ԵՏՄ-ն որպես ներդրումների աղբյուր Հայաստանի համար, այս պայմանությամբ արդեն անլուրջ է դառնում։ Այսինքն կենտրոնում Մոսկվայի համար անհրաժեշտ են հենց իր համար են անհրաժեշտ ներդրումներ։ Չկա արևմտյան ներդրումները, Մոսկվան պիտի փորձի իր ռեսուրսներով, այդ թվում նաև իր ազդեցության տակ գտնվող երկրների ռեսուրսներով, ուրեմն որ ապահովի իր, այսպես ասած, տնտեսական կյանքը։ Այս իմաստով սпасել այդ ուղղությունից ներդրումներ դառնում է անլուրջ։ Մյուս կողմից, ինչպիսի վիճակում է հայտնվել Հայաստանը։ Հայաստանում վերջերս հաստատվեց, կառավարությունը հաստատեց ներդրումային քաղաքականության հայեցակարգ։ Այդ ներդրումային քաղաքականության հայեցակարգը ինքնին որպես փաստաթուղթ շատ նորմալ փաստաթուղթ է։ Բայց փաստաթղթում ամրագրված են պայմաններ, որոնք ուրեմն որոշում են Հայաստանի տեղը ժամանակակից աշխարհում, այդ թվում նաև ներդրումների իմաստով։ Հայաստանի տեղը կարող է լինել նորից, ասենք, եվրոպական ուղղությունը, եվրոպական վեկտորը, որովհետև փաստաթղթում ուրեմն ամրագրված բոլոր այդ պայմանները խոսում են դրա մասին։ Ըստ էության այդ պայմանները նույնիսկ հակասում են այսօրվա Հայաստանի ընտրությանը եւ ԵՏՄ ընտրությանը։ Օրինակ, ասեմ, որոնք այդ փաստաթղթով ուրեմն պայման է ներդրումների ներգրավման համար պայման է ճանաչում ազատ առևտրի իրականացումը։ Ազատ առևտրի իրականացում ԵՏՄ պայմաններում հնարավոր չէ, որովհետև մենք գիտենք, ԵՏՄ-ն փակված ինքնափոփ միավոր է, հակառակը ստեղծվել է, որպիսի ուրեմն իր առևտրային քաղաքականությունը ունենա եւ այստեղ ազատ առևտրի համար կան լուրջ արգելքներ։ Եթե մենք ուզում ենք ներգրավել եվրոպական ուրեմն ներդրումներ, եթե մենք ուզում ենք այդ հայեցակարգը կյանքի կոչվի, իսկ հայեցակարգը գրվել է նաեւ այն պայմանով, որ հայեցակարգի ընդունումից հետո կարող են Հայաստանին վարկավորել միջազգային ֆինանսական կառույցները։ Այսինքն այստեղ ԵՏՄ-ն դառնում է արգելք։ Մյուսը կա մենաշնորհների հետ, մրցակցության հետ կապված ուրեմն պայման։ Մրցակցություն հնարավոր չէ ուրեմն ներկայումս ԵՏՄ կազմում, որովհետև ինքը լինելով ինքնափոփ միավոր ԵՏՄ-ում, այնտեղ գերիշխող են մի քանի սուբյեկտներ, այսինքն եթե սուբյեկտների թիվը քիչ է, դա նշանակում է մրցակցությունը ավելի թույլ է։ Իսկ սուբյեկտները, հիմնական սուբյեկտներն դրանք ռուսական սուբյեկտներն են։ Աստիճանաբար, երբ որ մենք մեզ կապենք, այսինքն աստիճանաբար այդ ամբողջ տարածքում հաստատվեն այդ խաղի կանոնները, նաև մրցակցության հետ կապված խաղի կանոնները, մի քանի սուբյեկտներ կունենան գերիշխող դիրք եւ կթելադրեն իրենց խաղի կանոնները։ Արդեն մրցակցությունը ինքնին Հայաստանում դրա մասին խոսելը դառնում է ավելորդ։ Մյուսը պայմանը հարկային բարեփոխումներն են։ Օտարերկրյա ներդրումները սիրում են ուրեմն որպիսի իրենց համար, այսպես ասած, տարբերակված մոտեցում լինի, որտեղ որ ճյուղը համարվում է գերակա, կարելի է այդ ճյուղում տալ որոշակի հարկային արտոնություններ։ Բայց հարկային քաղաքականությունը Հայաստանի այսօր նույնպես սահմանափակված է, որտեղ Հայաստանը ԵՏՄ անդամ է եւ այդ ամբողջ միավորումը գնում է հարկային միասնական քաղաքականություն ստեղծելու ուղղությամբ։ Այսինքն մենք դիվերսիֆիկացիայի առումով, հարկային քաղաքականության արտոնությունների սահմանման առումով ունենք նորից խնդիրներ։ Շատ բան, դուք խնդիրներ եք առաջ քաշում, որոնց պետք է արձագանքել անպայման, հակառակ դեպքում կստացվի, որ մնում են անարձագանք։ Եթե թեմայի մեջ է պարոն Մոսկոբյան, ավելացրեք, հետո խնդրենք մեր շատ հյուրերին արձագանքել։ Մենք անցնում ենք լրիվ ուրիշ դաշտ։ Ուրեմն 2009 թվականին Հայաստանը ունեցավ աշխարհում գրեթե ռեկորդային անկում ճգնաժամից հետո 14-15%-ի արանքում, այն ժամանակ ԵԹՄ-ի հոտ էլ չկար, արևմուտքը լավ էլ ստեղ իշխում էր, այդպես բացատրելով չի, երկրորդ փաստարկը կբերեմ, որ Եվրոմիությունում այնտեղ հանձնաժողով կա, որը կոռուպցիա է ուսումնասիրում եվրոկառույցներում, անցյալ տարի Եվրոպան
ռեկորդ սահմանեց 120 քանի միլիարդ եվրոյի իրանք բռնած գնահատել են ինչ կոռուպցիոն սխեմաներ են, այդ ես ասում եմ եվրոպական տվյալները։ Եվ ընդհանրապես եկեք ստեղ քարոզչություն չանենք, եթե մեկ am ԵՄ, երկուսն էլ մեզ պետք չէին։ Պետք չէին շատ պարզ պատճառով, մենք ընդհանուր սահման չունենք։ Սա արդեն ամեն խնդիրը լուծում է, էլի երկու պատճառ կա, չեմ ուզում դրա մեջ մտնել։ Հիմա ինչ վերաբերում է ցուցանիշներին։ Սա գիտեք ինչ, մենք էլի սկսում ենք բանը ինչ որ դրոշներ մեզ համար հորինել եւ այդ դրոշների տակ ասել որ այո ամեն ինչ լավ է քանի որ այս ցուցանիշը 87-ից դարել է 83 դե կներեք դա նույն բանն է ոնց որ թե մարդը մեռնի բժիշկը հարցնի մեռնելուց առաջ քրտնել է ասեն հա ասма դե լավ է այդպես չի մեր տնտեսությունը մեռնում է եւ դրա բացատրությունը հետեւյալն է մեր մոտ ներմուծումը 3 անգամ ավելի մեծ է քան թե արտահանում ինչ ուզում եք ասեք մենք գալու ենք դրան այսինքն մեզ մոտ խեղդված է հատրակ ներդրումների մասին է խոսքը։ Ես էլ կպատասխանեմ, որ դուք իսկ ի՞նչ է նշանակում։ Դուք ներդրումների մասին խոսեք։ Արգելակող նպաստող գործոնների մասին։ Ի՞նչ է նշանակում, որ մեզ մոտ ներմուծումը 3 անգամ ավելի մեծ է։ Սա նշանակում է մեզ մոտ արտադրություն չկա։ Իսկ ի՞նչ է նշանակում արտադրություն չկա։ Սա նշանակում է, որ ներդրումները, որոնք գնում են դեպի արտադրում, այսինքն զրոյական ցիկլ էլ խարդած, նման բան մենք չունենք։ Մեզ մոտ ներդրում պետք չի, որովհետև մեզ մոտ կան տրանսֆերտներ, մեզ մոտ կան օլիգարխներ եւ մի շարք այլ հանգամանքներ, որի մասին ես ասում եմ, իսկ այդ թվերը, որ ես ասացի, դուք կգնացեք ստուգեք, կտեսնեք, որ ես ճիշտ եմ։ Եվ վերջում է։ Այսինքն ԵԱՏՄ-ն չէ պատճառած ձեզ։ Ոչ վատը կլներ, ոչ լավը։ Ես հասարակ մի հատ օրինակ բերեմ։ Մեզ մոտ պետական պարտ կա։ Հիմնականում միջազգային արժութային հիմնադրամ, համաշխարհային բանկ, ընդ որում բոլորը պայմանական պարտքեր էին։ Ոնց էր դա լինում, եթե մը չկա։ Ոնց էր դա լինում, վարկը տալիս էին, ասում են այդ առաջի տրանշը որ ստանաք, այս հանձնաժողովը պետքա ստեղծեք։ Այս տրանշը որ ստանաք, գները պետքա բաց թողնենք։ Այս տրանշը որ ստանաք, պետքա այս բանը օրենսդրությունը ընդունենք։ Այսինքն մեզ մոտ, եթե դուք ուզում եք իմանաք, ամբողջական մեր պետական կառավարման կառուցվածքը օրենսդրությունը սահմանադրությունից սկսած։ Փոխում է։ Փոխում է, բայց խնդրում եմ հիմա դրա մասին չխոսեք, որպես քարոզենք։ Դրա համար ես ուզում եմ ասեմ, եթե մենք թողնենք 2 տարվա սա շները չկախենք։ Մի միտքս էլ ավարտեմ։ Ներդրումները եւ մեր պետական պաշտոնյաներին թույլ տանք արձագանքելու իրեր։ Մի վարքան ուղղակի մի նախադասություն ունենաց։ Ուրեմն խնդիրը հետեւյալն է, մենք նորից մոռանում ենք Սփյուռքի մասին։ Սա ամենահզոր մեր ուղենիշը պետք է լինի։ Եթե հիմա սկսեմ ափսոսալ, որ Սփյուռքի նախարարությունից չենք գրավել, ըստ էության։ Հա, որովհետև գիտեք ինչ, մի թիվ ասեմ տարբեր գնահատականներով հայ ազգությամբ մարդիկ աշխարհում իրենց կարողությունները, որտեղ մտնում են եւ անշարժ գույքը, եւ շարժական, եւ բաները, արժեթղթերը, փայերը եւ այլն։ Գիտեք ինչքան է ամբողջ աշխարհում։ Մոտենում է 5 տրիլիոն դոլար։ Պարզ է դեր մոտեցում, պարոն Մեսրոբյան, արձագանք եք կարճ արձագանք ներդրումներու համար կարելի է բան ասեմ։ Ինչու համար մենք չենք առնել օրինակ Սիրիա մեջ եղած 1985-ի ռեֆորմա։ Ինչու չենք առնել 1985-ի Կորեայի մեջ Հարավային Կորեայի ռեֆորմա, այսինքն ինչու մենք ներդրումի դեղ չենք կրնալ այստեղ արդատրել այդ անիմաստ արդատրությունները, որ մենք կբերենք Չինաստանից եւ բոլոր երկրի այդ դիվիզային հարստությունը կուղարկենք, այդտեղ մենք կարող ենք այստեղ հիմնել հիմնարկներ, գործադեղիներ, այդտեղ կապահովենք նախ կորձ մի քանի տասնյակ հազար ընտանիքներով, կարող ենք այդտեղ մենք նրա այդ դիվիզներով, որ դուրս կան երկրեն, մենք կարող ենք այստեղ անել շատ դարբեր պրոյեկտներ, առավել մենք կրնանք այդ ձևով համոզել սպիրկը, որ կա այստեղ եւ արդատրե։ Սպիրկը արդատրական է, ասեմ, Սուրիո մեջ մենք իբր 50,000 քաղուտ հայ 90% մենք արդատրությամբ կսպահվենք, ոչ ներդրումով, ոչ դուրսից ապրանք բերելով, ոչ բան։
մենք մեր ջակտի քրդինքով մենք մեր վարպետությամբ մենք այդ արտադրությունը գնենք։ Մենք կարող ենք այստեղ անել։ Բանագիլյան, մեր կառավարությունը եւս ասում է, որ արդյունաբերությունն է մեր տնտեսության հա ապագան եւ նույնիսկ մենք արդյունաբերության զարգացման հայեցակարգ ունենք։ Ասեք պարոն Եղիազարյան եւ անցնենք արձագանքին, որտեղ հարցեր կան։ Շատ ողջունված պարոն Մեսրոպյանը արձագանքեց, պետք չի ուղղակի իսկապես քարոշչության վերածել։ Այո, ես այդքանը հասկանում եմ։ Մինչև ԵՏՄ-ն մենք ունենք լուրջ խնդիրներ ներդրումների հետ կապված, արդեն մինչև ԵՏՄ-ն ունենք լուրջ խնդիրներ, որովհետև Հայաստանում ներդրումներ կատարվել էին հիմնականում գիտեք, ենթակառուցվածքներում, հա, տրանսպորտ, կապ, էներգետիկա, որոնք ըստ էության աշխարհակահական գործոնի պատճառով է դեր։ Այդ ներդրումների հիմքը աշխարհակահական գործոնն է եղել։ Մենք ունենք լուրջ խնդիրներ տնտեսության աճի հետ կապված։ Ըստ էության մենք սպառել ենք ռեսուրսները աճի, այդ թվում նաև ներդրումների հետ կապված։ Եվ մեր համար այլընտրանք ստեղծում։ Ինչի համար, որովհետև ռիսկային է Հայաստանը։ Որովհետև Հայաստանում կա անորոշ, որովհետև ով է ներդրում անում Ռուսաստանում, ասեք, ով է ներդրում։ Ներդրումները փախուստ չեն Ռուսաստանից, ես նոր ասեցի, որովհետև ռիսկային է, կա քաղաքական ռիսկ, կա անվտանգության ռիսկ, պատերազմ, անորոշությունները եւ կիրառումը նկատմամբ կոնկրետ բաժանումներ։ Հիմա այստեղ հարցեր կան, որոնց պետք է պատասխանենք եւ դրանից հետո ստիպված կլենք հաղորդումը ավարտել, ժամանակ չի մնա։ Ինչու ներդրումներ չեն գալիս եւ ինչու օրինակ Հայաստանում չեն հիմնում արտադրություններ, որովհետեւ այդքան չներմուծենք։ Հիմա եկեք մի հատ հերթով ասենք, որովհետև շատ հարցեր բարձրացվեց։ Նախ շատ ուրախ եմ, որ հայեցակարգը լավ գնահատականի արժանացավ։ Ուրախ եմ դրա համար։ Հայեցակարգով ինչ ենք մենք ուզում ասենք, հերթով ես կպատասխանեմ հարցերին։ Նախ եւ առաջ մենք հայեցակարգը որացինք չենք թիրախավորել ինչ որ մի տարածաշրջան եւ այլն։ Սա ընդհանուր մեր օտարերկրյա ներդրումներին միտված, թե ինչ ենք մենք ուզում անենք, որպեսզի ունենանք ներդրումներ։ Մենք չենք խոսում անցյալի, այսօրվա, մենք ուզում ենք նայենք առաջ։ Մենք պետք է գործենք ինչ որ բան։ Իմ գործը գործ անելն է։ Հիմա ինչ ենք անելու։ Անում ենք։ Եթե ոչ մասնագիտական լեզվով, որտեղ մեծ մասնագետներ մենք 3 ուղղությամբ աշխատում ենք։ Առաջինը, որ օրենսդրության բարեփոխումներ, օրենսդրական հետաքրքիր բան, պարոն Մեսրոպյանը ասաց, որ շատ շուտ-շուտ է մեր մոտ օրենսդրությունը փոփոխվում, բայց մի հետաքրքիր բան է, որ օտարերկրյա ներդրումների մասին օրենքը եւ ընդհանրապես օտարերկրյա ներդրումների մասին ինչ որ մի փաստաթուղթ վերջի անգամ Հայաստանում եղել է 1994 թվականին օրենքը դրանից հետո անգամ կառավարության ծրագրերի մեջ մեկ կամ 1.5 էջ անդրադարձ է եղել, այսինքն ներդրումները ոնց որ եղել են բարձր թողի վիճակում, այսինքն կլինի տնտեսական աճ, կլինեն ներդրումներ կամ ինչ որ մի ոլորտը կբարեփոխեն, կլինեն ներդրումներ եւ այլն։ Հիմա մենք մի ուղղությունը օրենսդրական բարեփոխումներն են, երկրորդ ուղղությունը դա Հայաստանի որպես ներդրումների երկիր գրավչության բարձրացումը, որովհետև մի հետաքրքիր բան ասեմ, ներդրումը դա ոնց որ ամուսնություն լինի։ Երբ որ մարդ ամուսնանում է, ոչ մի անգամ չի կանգնում, ասում գիտեք ինչ կա։ Ես 100 հատ թերություն ունեմ ու երևի թե իմ հետ չամուսնանաս։ Հակառակ ինքը ցույց է տալիս իր լավ կողմերը։ Այդ ուղղությամբ մենք օրինակ հաջորդ գալիք տարի ուզում ենք խոշոր ներդրումային ֆորում անցկացնենք Նյու Յորքում եւ դրանից առաջ 6-ը road show հայերեն դժվարանում ասեմ դա ոնց կլինի road show պետքա կազմակերպենք հիմնական ֆինանսական կենտրոններում աշխարհի։ Երրորդ ուղղությունը դա ներդրումային ծրագրերն են, որը մենք աշխատում ենք եւ ենթակառուցվածքային եւ մասնավոր հատվածում հավաքագրենք եւ կարողանանք գտնել դրա համար մասնավոր ներդրումներ։ Ես խնդրում եմ ասացեք, ես հիմա ուզում եմ ներդրում անել Հայաստանում։ Այո։ Ես օտարերկրացի ներդրող եմ։ Ինչու ես պետք է ներդրում անեմ Հայաստանում։ Նախ, ինչ վերաբերում է էլի պատասխանելով ես չգնամ Աֆրիկա, այլ գամ Հայաստան։ Պատասխանելով հարցրեք արդեն ներդրող անողները, գոհ են թե չէ, նորմալ մարդը դա շատերը դժգոհ են։ Դե ես էլի ասում եմ, ես չեմ ուզում մենք կանգնենք նորից ոնց որ ինչ որ Հասկանում եք, դուք գնալու եք ֆինանսական կենտրոններ, որպեսզի այնտեղից ֆինանսներ բերեք Հայաստան։ Ոնց եք համոզելու, որ մարդիկ գան Հայաստան։ Դա եմ ուզում հասկանալ, որոնք են մեր մրցակցային առավելությունները մյուս երկրների նկատմամբ, որոնք դարձյալ բաց են ներդրում։ Հետ գալով եւ պատասխանելով նաեւ ոնց որ հարցերին։ Նախ Հայաստան ունի լավ առևտրային ռեժիմներ, չնայած որ ասում եմ, որ մեր
ինչ որ փակված ենք, հակառակը Հայաստանն ունի շատ լավ առևտրային ռեժիմներ շատ երկրների հետ։ Ունի GSP համակարգ, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ մի շարք այլ երկրների GSP+ համակարգ, ԵԱՏՄ-ի անդամա, որը չնայած որ հիմա ասում եք, այդ ախր պատժամիջոցները պետք է հաշվի առնենք, որ դա ինչ որ ժամանակավոր է, դա չի դա մեր խաղը չէ, աշխարհի մեծերի խաղը։ Մեկ, երկրորդը կարող է հետաքրքիր լինել այն մարդկանց, ովքեր Ռուսաստանից դուրս են եկել, բայց ուզում են մնալ այնտեղ, կամ այն մարդիկ, ով ուզում են լինեն Եվրոպայում, Ռուսաստանից, բայց չեն կարողանում։ Հայաստանը կարող է այսպեսի որպես բան։ Նաև պետք է հաշվի առնենք Իրանի բայց փակվում է, չէ՞, կամ լիրել, փակվում է։ Հայեցակարգը շատ լավն է, բայց հայեցակարգը հակասության մեջ կամ չի լինում եւ դրա ապացույցն է։ Վերջո ընտրություն անենք հայեցակարգը, որը դուք մշակել ու ներկայացրել եք։ Բան Երազյան, բայց եվրոպացիները կարծեք թե համաձայնվեցին Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ, դուք դեռ ոչ, որտեղ եվրոպացիները նոր փաստաթուղթ առաջարկեցին։ Հայեցակարգը ասում է, այնտեղ կան պայմաններ, եթե ընդունեցին, կշարունակեն։ Բան Երազյան, կամը Եվրոպան առաջ քաշեց, չէ՞ ոչ թե Եվրասիական տնտեսական միությունը, եւ հիմա Եվրոպան կարծեք թե հետընթացք է դրել եւ նոր փաստաթուղթ է առաջարկում Հայաստանին իրականում։ Բայց պիտի ընտրես, եթե չընտրես կմնաս նույն վիճակում։ Նաև մենք ինչի վրա ենք, որը էլի շատ կարևոր է։ Մենք հիմնական ուշադրությունը դարձնելու ենք ներդրողների պաշտպանության վրա։ Նաև նոր ներդրումային հնարավորությունների, ոլորտային հնարավորությունների վրա։ Այդ թվում նաև արտոնությունների, եթե հնարավոր է, խաթարելով մեր բյուջետային, ասենք, գործընթացը։ Հարկային արտոնություններ, բայց ասեք անկեղծ, համաձայնագրերը ԵՏՄ շրջանակներում ընդհանուր առմամբ մեծ հաշվով արգելակում են, եթե սկսեն դրանք իրագործվել։ Երկուսն էլ արգելակում են, եւ Եմեն եւ ԵՏՄ։ Մակրոտնտեսական քաղաքականությունը ԵՏՄ շրջանակներում, հարկային քաղաքականությունը ԵՏՄ շրջանակներում, արժութային քաղաքականությունը ԵՏՄ, այդ բոլոր համաձայնագրերը եթե աշխատեն, անցնում ինձ թվում է դուք ասում եք, եթե աշխատեն ձեր ծրագրերը կիրագործվեն, մենք ապրում ենք այսօր, մենք չէ, դուք իմ արծի, եթե աշխատեն ձեր ծրագրերը ձեր կարծիքով կիրագործվեն։ Այո։ Նա աշխատելու պայմաններում։ Այո, նա կապ չունի։ Շատ բարի։ Այստեղ չեն կարող ծավալել, որովհետև իսկապես ժամանակ չունենք։ Մենք հարկային արտոնություններ սահմանում ենք ներդրողների համար, թե չկա մեծ մոտ այդպիսի։ Այո, մենք ունենք մի շարք հարկային արտոնություններ նոր ներդրումներ ներգրավելու համար։ Ես իմ նախորդ խոսքում ասացի, ավելացված արժեքի հարկի մասին օրենքում ունենք ներդրումներ խրախուսող արտոնություններ։ Խոսքը սահմանին ներդրումային ծրագիր իրականացնող ընկերությունների համար։ Այո։ Չէ, դա գործող է 3 տարի։ Իսկ ինչքանով ենք արգելում։ Չէ, մենք ունենք նոր արտոնություններ, որ ամեն անգամ պետքա արտոնությունների շրջանակ ընդլայնվի, իմ կարծիքով դա տեղին չէ, հարցս այլ կերպ ձևակերպեմ։ Հիմա որքան ես հասկանում եմ ֆինանսների նախարարությունը ամեն կերպ ջանք է գործադրում, որպեսզի հարկային տեսուչների եւ տնտեսվարողների շփումները զրոյի, եթե չեմ սխալվում, հասցնի, որովհետեւ դուք ինձանից լավ գիտեք, որ շատ հարկային տեսուչներ թաղի մեջ իրենց կարծում են իշխան։ Եվ շատերն են վկայում դրա մասին, որ գիտեք, այդպես, ասենք, եթե դու ինձ լավ չնայես, դու այստեղ չես կարող գործունեություն ծավալես, որովհետև ես հարկային տեսուչն եմ այս թաղի։ Ծանոթ է ձեզ այս պատմությունը։ Հիմա այստեղ երբ ենք այս խնդրը հաղթահարելու, որովհետև ամեն դեպքում այնինչ որ պատմում են մեր սիրիահայերին, որ Հայաստանում կա գորշ գույներ, ի վերջո գորշ գույների մի մասն էլ հարկային տեսուչներն են ստեղծում։ Այստեղ ինչ հաջողություն ունենք։ Ես ուրիշ տեսանկյունից ձեր ասած հարցին կմոտենայի, դուք կան վիճակագրական տվյալներ, կան հարցումների պատասխաններ, որոնք ցույց են տալիս, որ տնտեսվարող սուբյեկտը, նոր ներդրում անել ցանկացող տնտեսվարող սուբյեկտը հարկային տեսուչից չի, որ վախենում է Հայաստանի Հանրապետությունում, կամ հարկային օրենսդրությունից չի, որ վախենում է, որովհետև մեր հարկային օրենսդրությունը տարածաշրջանի հարկային օրենսդրությունների եւ միգուցե ավելի լայն շրջանակով հարկային օրենսդրությունների հետ համեմատած բավական մրցունակ է։ Հետևաբար կարծում եմ, որ տնտեսվարող սուբյեկտին ներդրում կատարելու համար տնտեսվարող սուբյեկտին միանշանակ չի վախեցնում այն իրավիճակը, որ միգուցե եւ կա Հայաստանի համար, բայց դա չի նշանակում, որ չպետք է պայքարել դրա դեմ, իհարկե։ Ես ուղղակի ուզում եմ մատնանշել, որ ներդրում կատարողին չի վախեցնում հարկային տեսուչի վարքագիծը միգուցե, բայց բոլոր դեպքերում գիտեք հարկային մարմնի եւ ֆինանսների նախարարության կողմից իհարկե կան միջոցառումներ իրականացվում են, պլանավորված կերպով իրականացվում են այդ միջոցառումները եւ
Իմ կարծիքով ոչ մեկ չի ժխտի լսարանում կանգնած մարդկանցից, որ այդ արդյունքները կան, տեսանելի են բոլոր դեպքերում, նախքին համակարգերի, անցած տարիների համակարգերի։ Բարձր մաքսերը խոչընդոտում են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։ Բարձր մաքսատուրքերը խոչընդոտում են։ Մաքսատուրքերի մասին, եթե կարելի է, նոր արտոնությունների, լրիվ նոր արտոնություն ներդրումային ծրագրերի համար մաքսատուրքի զրոյական Այո, զրոյական գերակա ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու համար։ Մաքսային միությունում զրոյական։ Այո, Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի համար 11-18 որոշումն է, որը մի ամիս երևի մի քիչ ավել առաջ է ընդունվել, արդեն ունենք առաջի հայտերը։ Շատ բարի, պարոն Մանասերյան, ասացեք խնդրեմ որն է ճանապարհը, որպեսզի ավելի շատ ներդրումներ ներգրավենք Հայաստանի մեջ։ Ես պիտի խնդրեմ, եթե հնարավոր է մեկ նախադասությամբ միտքը ձևակերպել, դե իսկապես մեր ժամանակը։ Ես ճիշտ է որ ասեմ, պետք է անպայման անդրադառնամ իմ զրուցակիցների։ Շատ կարճ խնդրում եմ եւ շատ արագ անդրադառնալ։ Բնականաբար մեր լսարանը կարծում եմ այն հարթակը չէ, որտեղ ԵՄ, ԵՏՄ հարցերը պետք է այդ հարցը արդեն քննարկված եւ ընդունված է, պետք է ընդունել ի գիտություն, դա առաջինը։ Երկրորդը, դուք ինչ որ նշում եք, որ Ռուսաստանում կան մի խումբ ընկերություններ, ինչ որ միստիկ ընկերություններ, որոնք մենք ունենք հարյուրավոր, հազարավոր ապրանքային շուկաներ եւ այդտեղ էական մրցակցություն կա, զգալի մրցակցություն կա։ Եվ մեր մոտ է, եւ Ռուսաստանում, եւ Ղազախստանում, եւ մյուս երկրներում պարզ չէ, ինչ ընկերություններ են, որ պետք է գան, այսպես վերցնեն ամբողջ դաշտը, նման բան ես կարծում եմ նույնիսկ տեսական մակարդակում է անհնար։ Սա առաջինը եւ մեր մյուս օպոնենտի զրուցակցի խոսքին անդրադառնալով մենք չենք նշում, որ խնդիրներ չկան։ Մենք եւս մեկ անգամ հրավիրում ենք ձեզ բանավեճի, եթե խնդիրներ կան ներկայացնելու առարկայական, եթե ապրանքային շուկաներում կան խնդիրներ մուտքի խոչընդոտների տեսքով կամ համաձայնությունների տեսքով, մենք պատրաստ ենք դրանք քննարկել, բայց ես նորից եմ ասում, որ իմ նշած օրինակը, իմ նշած համաշխարհային տնտեսական ֆորումը մի հատ ինչպիսի մակարդակի մասին է խոսքը, ձեր օրինակը վերաբերում է կենցաղային մահացած մարդու ինչ որ օրինակին, սա համընդհանուր ընդունված կառույցի գնահատական է, բայց նորից եմ կրկնում, մենք չենք ասում, որ խնդիրները այսքանով ավարտված են, այդքանը կարող եմ ասել։ ճանապարհը ասեք։ Ճանապարհը ես օրինակի համար հետեւյալը շատ կկարևորեի։ Մենք այսօր ամեն դեպքում օրենսդրական փոփոխություններ ունենք ազգային ժողովում, որը եւս կուժեղացնի հանձնաժողովի դերը, բայց ես շատ կարևորում եմ, որ մեր եւ բիզնես ներկայացուցիչները եւ հասարակության ներկայացուցիչները շատ ակտիվ լինեն։ Մեր խնդիրները մեր հանձնաժողովը այնքան մեծ չէ, որպեսզի ամբողջ հանրապետության մրցակցային խնդիրներին կարողանա միաժամանակ լուծում տալ եւ տեղեկանալ։ Ես խնդրեմ, եթե առարկայական օրինակներ կան եւ ազգաբնակության մենք պարբերաբար նմանատիպ նաև կոչով դիմում ենք եւ էական արդյունքներ ենք արձանագրում եւ կոնկրետ վերլուծաբան տնտեսագետներ, եթե կոնկրետ խնդիրներ կան, մենք կոչ ենք անում բաց է մեր հանձնաժողովը քննարկման, խնդիրը ներկայացրեք, մենք չի եղել այսքան ժամանակ այս 5-6 տարիների ընթացքում որևէ տնտեսվարող, որևէ խնդիր, որ բարձրացվել է եւ մեր դաշտում գտնվելով այն անտեսվել է։ Պարոն Մանասերյան, մեր ժամանակը իսկապես սպառվել է, բայց իմ մասնագիտությունը ինձ ստիպում է վերադառնալ իմ հարցին, որովհետեւ լրագրողը չի կարող հարցալու չստանալ դրա պատասխանը, դուք բենզինի շուկայի հետ կապված իմ հարցին չպատասխանեցիք։ Դուք ասում եք, որ չկա մենաշնորհ։ Ինչպես է ստացվել, որ տարբեր բրենդներով բենզալցակայաններում օրի, ժամի եւ րոպեի ճշտությամբ են գները փոխվում։ Որովհետեւ, այսպես ասեմ, այդտեղ կան խոշոր ընկերություններ, 3-4 ընկերություններ, դա գերիշխող դիրք է օրենքի իմաստով, դրանք հակամրցակցային պայմանավորվածության, եթե կարելի ավարտեմ, ձեր ասած անձանց խմբի հիմքեր չկան, այսինքն դրանք փոխկապակցված անձինք չեն, բայց օբյեկտիվորեն հիմա հետեւյալը ասեմ, ըստ էության ձեռքբերումները շատ դեպքերում նաեւ նույն նավով, նույն գնորդից են կատարվում եւ բնականաբար մատակարարը մեկն է։ Հիմա դուք կոնկրետ հարց եք տալիս, որ ընկերության մատակարարները Չէ, դուք պետք է իմանաք։ Որ ընկերությունները 4 են, մատակարարը ժամանակի ընթացքում կարող է մեկն էլ լինել, այս պայդրությամբ ներմուծումները իրականացվում են։ Ես հիմա պատասխանում ձեր հարցին։ Ներմուծումները իրականացվում են Ռուսաստանից, մենք ներմուծում ենք ռուսական վառելիքը ըստ էության եւ այն որ ընկերություններից մեկ ընկերությունից է ներմուծումը կատարվում միաժամանակյա ներմուծումներ բնականաբար ապրանքային գնագոյացման խնդիրներից ելնելով հնարավոր են նաեւ միաժամանակյա կոնկրետ բենզալցականներում միաժամանակյա նույն գնային իջեցումներ լինեն կամ բարձրացումներ։ Ես ճիշտ չէի ասում։ Ես ճիշտ չէի ասում։ Մի քանի սուբյեկտ։ Ձեր հանձնաժողովը պիտի փակել։
Դեռ չիဝင်։ Դա արդեն ոչ մասնագիտական եւ ոչ կոռեկտ է, Հիմա դուք նոր բանավեճ դա եք կոռեկտ գրում չէ, իհարկե, արդեն։ բայց ժամանակ չունենք իհարկե նոր բանավեճ ծավալելու։ Այդ ամենայնիվ ինձ նման ոչ պրոֆեսիոնալ մարդու համար կասկածներ առաջանում են, ինչպես է ամբողջ աշխարհում գները նվազում են եւ Հայաստանը կարծեք թե այսպես դանդաղում է գոնե Ես արձագանքել։ ստիպված կլինեմ, եթե ուղղակի դուք ասացիք շատ կարճ դրան անդրադառնալ, ուրեմն մեր գնային փոփոխությունները ամբողջությամբ համահունչ են միջազգային գնային փոփոխություններում, երկրներից կախված տարբեր է մասնաբաժինը, նավթի մասնաբաժինը վերջնական բենզինի ունեցած գնի կառուցվածքում մեր մոտ բավականին ցածր է, շուրջ 10% է կազմում եւ էական տատանումները այնպես այստեղ էական ռեզոնանսներ չեն առաջացնում։ Այդուհանդերձ հաշվի առեք, որ այս ժամանակահատվածում նաեւ փոփոխություն է եղել արժութային փոխարժեքի եւ դա իր հերթին էլ, եթե չլիներ փոխարժեքի նման փոփոխությունը, մենք ամեն դեպքում կունենայինք ավելի էժան վառելիք, քան այս պահին ունենք։ Շատ լավ, պարոն Լալայան, մեկ նախադասություն ասեք, խնդրում եմ ճանապարհը նկարագրելու համար։ Մեր ճանապարհը ես կարծում եմ, որպեսզի մենք ավելի շատ միտված լինենք ինչ որ մի բան անելու եւ առաջ նայելու եւ շարժվելու, քան թե իրար հետ մենք կարող ենք քննարկել, բայց ավելի լավը իրար հետ, իրար ձեռք բռնած գնանք առաջ։ Քննարկել հանուն ոչ թե ընդդեմ, պարոն Ալավերդյան։ Ներդրումների ներգրավման, ներդրումների աճը խթանելու համար ճանապարհը իմ կարծիքով, գիտեք, Հայաստանի օրենսդրությունը եւ ստեղծված տնտեսական իրավիճակները Հայաստանում ներդրում կատարելու համար իմ կարծիքով վատը չեն։ Միգուցե այս տեսանկյունից կարևոր է ներկայացնել ներդրողներին, պոտենցիալ ներդրողներին ներդրում կատարելու ցանկություն ունեցող անձանց Հայաստանի ներդրումային առավելությունները, այո, եւ տարածաշրջանում, եւ ԵՏՄ անդամակցության պայմանավորված, ԵՏՄ-ի շուկայով պայմանավորված։ Չէ, եւ կարելի աշխատանքներն այս ուղղությամբ ակտիվացնել կամ ավելի աշխուժացնել։ Փաստորեն օրենսդրությունը կամոնում է կլիման ջերմացնել։ Պարոն Ագիլյան, ինչ անել, որպեսզի ավելի շատ ներդրողներ գան Հայաստան։ Երկու բառ։ Սպիրկը համոզեցեք։ Շատ բարի, Սփյուռքի նախարարությանը կոչ ուղղված, պարոն Մեսրոպյան։ Իմ դուրս եկավ, մենք այսօր բավականին գոնե այն կողմը խոսում էր վիրտուալ մի երկրի մասին, որը հա իրանք ասում են ուզում են հասկանալ, այս Հայաստանի մասին ենք խոսում, թե չէ, ոնց է տեղը չբերեցի, բայց ինչա պետք անել։ Շատ դաժան ձևով անջատել պետական կառավարումը խոշոր տնտեսվարողներից։ Սա մեկ։ Միանգամից հայտնվելու են արդյունավետ եկամտաբեր զոնաներ, որտեղ կգան դրսից ներդրումներ, որովհետև հիմա այդ զոնաներում, գերշահութային զոնաներում նստած են օլիգարխները։ Պարոն Եղիազարյան։ Բայց դա հենց այն է, չնեղանական կարծ ասեմ։ Պարոն Մեսրոպյանի ստեղծենք ներդրումների ներգրավման նախարարություն, պարոն Մեսրոպյանին նախարար նշանակենք։ Ներդրումները կգան Հայաստան։ Բոլորը ինձնից դժգոհ են։ Դուք առաջարկում եք նոր նախարարություն ստեղծել։ Պարոն Մեսրոպյանի գլխավոր։ Ձեր առաջարկը կարող է լուրջ ընդունվել, պարոն Եղիազարյան։ Որոնք պատված չեն ինչպես։ Շնորհակալ եմ պարոնակ ձեր տրամադրած ժամանակի եւ ձեր չափազանց օգտակար տեսակետների համար, այսպեսին էր այսօրվա ճանապարհը, միացեք մեր քննարկումներին յուրաքանչյուր շաբաթ ժամը 19:30 առայժմ։